առաջի կետը, հիմնական կետը դա այն էր, ինչի մասին խոսել եմ հանձնաժողովի առաջին նիստի ժամանակ, ինչպես նաև լիագումար նիստի ժամանակ, որ դոտացիան ֆինանսական համարտեսման շրջանակներում ազգային ներողություն կառավարության կողմից համայնքներին տրվող դոտացիա դա կառավարության հայցողական իրավունքը չի, ինչպես սուբսիդիան կամ սուբվենցիան, դա համայնքի փողն է, որը ինչ որ մի եղանակ գնում է կենտրոնական բյուջե հարկերի տեսքով, եկամտային հարկ, շահութահարկ, ակցիզային հարկ, ավելացված արժեքի հարկ եւ այլն։ Եվ այնուհետև համայնքների համաչափ զարգացումն ապահովելու նպատակով վերադարձվում է համայնքներ։ Կրկնում եմ, դա պետական բյուջեից է գալիս, բայց դա պետական պետական կենտրոնական իշխանության հայցողական իրավունքը չի։ Դա համայնքի փողն է։ Եվ դա համար ինքը օգտանորինվում է ճիշտ այնպես, ինչպես սեփական եկամուտը, սեփական եկամուտի տեսակ է, հետևաբար առաջարկել է 5-րդ հոդվածում սուբվենցիա, սուբսիդիա բառից հետո հանել դոտացիա արտահայտությունը, որովհետև իշխանությունները կենտրոնական չեն վերահսկում, չէ, սեփական եկամուտների ծախսման օրինականություն։ Դա սեփական եկամուտի տեսակ է։ Մյուս խնդիրը կառավարման օրինականության մասին առաջարկել է օրինականություն հասկացությունը այս օրենքով չսահմանել, որովհետև հարյուրավոր իրավական ակտերում է դա հանդիպում եւ շատ ավելի բարձր իրավական ուժ ունեցող չեմ ուզում ասեմ, ավելի ընդգրկում փաստաթղթեր օրենքներ կան, որտեղ օրինականություն եզրույթը պետք է սահմանվի, այդտեղից հանել եւ կառավարման օրինականության բառի փոխարեն կառավարումը հանեն օգտագործի օրինականությունը եւ կառավարման օրինականության եզրույթի սահմանում չկա որպես այդպեսի։ Ես ճիշտ հասկացա, դուք ասում եք կառավարում բառը հանեք, լինի օրինականություն։ Ես առաջարկում եմ օրինականության սահմանումը հանել երկրորդ հոդվածից, կառավարման օրինականության փոխարինել գրել օրինականությունը։